Հարգելի հայրենակիցներ, պատմությունը, որը կուղեկցվի համապատասխան երգերով, ձեզ կտեղեկացնի հայ ժողովրդի անցած ճանապարհը քրիստոնեության տարածման օրից առ այսօր։ Ինչպես Քրիստոսը ենթարկվեց բազում փորձությունների եւ նվիրված մնաց Հայր Աստծուն, այնպես էլ հայ ժողովուրդը հաստատուն մնաց քրիստոնյա հավատքին եւ Աստծո ողորմությամբ պահպանեց իր ինքնությունը, վերականգնեց իր պետականությունը եւ ապրում է որպես երկիր հավերժող, Մայր Հայաստան։ Հիսուս Քրիստոսի համբարձվելուց 10 օրն անց առաքյալներն օժտվեցին Սուրբ Հոգով եւ նրա զորությամբ ելան քարոզելու ողջ աշխարհին։ Հայաստան եկան Սուրբ Թադեոսը եւ Սուրբ Բարթղիմեոսը։ Եկան Հայաստան եւ Հայոց հողի վրա հիմնեցին քրիստոնեական եկեղեցի, որի պատճառով նրանք կոչվեցին մեր առաջին լուսավորիչները, իսկ եկեղեցին անվանվեց առաքելական։ Ժողովուրդը այդ իրադարձությանը արձագանքեց երգով, նվիրված Թադեոս առաքյալին։ Առավոտ լուսաբեր Հայաստան երկրի, Բուրաստան ծաղկախիտ կողմած հյուսիսի,
նախքին լուսավորիչ պսակ պանցալի Թադեոս առաքյալ ընդեր կասերի մանկուկ Սիոնի Պարարյացանցասեք իսոյն խնջոյքի Զորությամբ սուրբ հոգույն զաշխարարեր Թորգոմյանն ազգին լույս մեծ ծագեցեր Սուրբ գույսն սանդուղ հերկից վերածեր Թադեոս առաքյալ ընդեր կասերի մանկուկ Սիոնի Պարարյացանցասեք իսոյն խնջոյքի Հայ ժողովուրդը առաջինն էր, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակեց եւ նրա պաշտպանության համար պատերազմ մղեց։ 451 թվականին մայիսի 26-ին 60,000 քաջորդիներ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Ավարայրի դաշտում մարտնչեցին իրենցից երակի ավել զորք ունեցող Պարսից բանակի դեմ։ Ճակատամարտի դաշտում էր Հովսեփ կաթողիկոսը բազմաթիվ հոգևորականների հետ մի ձեռքում խաչ, մյուսում սուր ոգևորում էին հայ զինվորներին։ Այդ ճակատամարտում հերոսի մահով շատերի հետ նահատակվեց Վարդան Մամիկոնյանը։ Պարսից զորքը իր մեծ զորախմբով չկարողացավ կրոնափոխել հայ ժողովրդին։ Նրանք այդ ճակատամարտում մեծ կորուստներ կրեցին, իսկ հայը տարավ հոգու եւ հավատքի հաղթանակ։ Իմ հայրենյացոքի Վարդան հոգիս հոգուտեղնի ղուրբան որտեղ մոտի ափերի մոտ 60,000 կտրիչներով զարկիր զարկվար ինքար քաչ պարսիկ սփռած իձախյաց իմ հայրենյաց հոգի Վարդան անուշ Վարդան հոգիս հոգուտ էրնի ղուրբան Արյուն կարմիր հոր թափվեցավ դաշտ ու ծաղիկներ գվեցավ լուսնակները վամպիտակից պաղ թափեց ցողիկնաչից որ հայրենյաց վարդեր բացվին պլպուն երգե դրախտի սարին իմ հայրենյաց հոգի Վարդան հոգիս հոգուտ էգնի ղուրբան Վարդան Արևմտյան Հայաստանում հայ շինականն ու գյուղացին թուրքական լծի տակ ծանր ճնշման
եւ դաժան հալածանքի ենթարկվելով ըմբոստացավ, որի արդյունքում էլ նրա քաջարի զավակները զենք վերցրեցին, բարձրացան լեռները, մարտեր մղելով պաշտպանեցին հայ ընտանիքներին։ Դրանք մեր քաջ ֆիդայիններն էին, որոնցից շատերը զոհվեցին հայկական կանոնավոր բանակ ունենալու երազանքով։ Վերքերով լի ջան ֆիդայեմ, թափառական տուն չունեմ, յարիս փոխան զենք սեմ գրկել, մի տեղ հանգիստ տուն չունեմ, յարիս փոխան զենք սեմ գրկել, մի տեղ հանգիստ տուն չունեմ։ Ես խաչվեցա ջան ֆիդայի, սկզբունքը սուրբ մնա, թող իմ արյան կաթիլներով հայ զինվորը զորանա, թող իմ արյան կաթիլներով հայ զինվորը զորանա։ Հանգիստ հող կմատնեմ, հույսս դուք եք ընկերներ, շարունակեցեք սուր գործը, դաշնակցության վեհ քաջեր, շարունակեցեք սուր գործը, դաշնակցության վեհ քաջեր։ Հայ ժողովրդի ամենաողբերգական ժամանակահատվածը առաջին համաշխարհային պատերազմի տարիները եղան։ Օսմանյան Թուրքիայի արյունոտ ձեռքով անապատները քշվեցին եւ ոչնչացվեցին արևմտյան Հայաստանի 1.5 միլիոն հայեր։ Դա մարդկության նորագույն պատմության առաջին ցեղասպանությունն էր։ 1918 թվականին նման մի վտանգի եզրին էր կանգնած Արևելյան Հայաստանը։ Արարատյան աշխարհի այս հինավուրց հողում, Սարդարապատի ամայի դաշտում 1918 թվականին մայիսի 22-ից 26-ը տեղի ունեցավ Սարդարապատի ճակատամարտը։ Եվ փառք Աստծո, ճակատամարտը ցույց տվեց, որ հայը ոչ միայն կարող է կռվել, այլ նաև հաղթել անօրեն թշնամուն։ Սարդարապատի հերոսամարտը համաժողովրդական պայքար էր հայ ժողովրդի գոյության եւ պատվի համար։ Չիմանում երկու չար, թենթերն են գտնում հնար, այսպես ծագեց, արեգակեց, Սարդարապատի մարտը մեծ,
կյանք առամ, այստեղ մի բականգ առամ, որ շունչ առած շունչները ստանք, սարդարապատի պատի տակ, որ շունչ առած շունչները ստանք, սարդարապատի պատի տակ, զանգեր ողանջեք, սրբազան քաջերին կանչեք, այս արդար պատից, սերունդներ դուք ձեզ ճանաչեք, սարդարապատից, բայց մենք չընկանք, մենք միշտ գանք, մենք չհանգանք, դեռ կգանք, երբ տան զանգը, ահա զանգը, որ մեր հոգու արդ կտանք, երբ տան զանգը, ահա զանգը, որ մեր հոգու արդ կտանք, զանգեր ողանջեք, սրբազան քաջերի կանչեք, այս արդար պատից, սերունդներ դուք ձեզ ճանաչեք, սարդարապատից, սերունդներ դուք ձեզ ճանաչեք, սարդարապատից։ Դարեր ի վեր պանդխտության խնդիրը մտահոգել է մեր ազգին։ Այդ թեմային առնչվող բազմաթիվ բանաստեղծություններ եւ երգեր են գրվել, որոնք